Իսկ դուք գիտեիք, որ աշխարհի կարևորագույն մեգապոլիսներից մեկի Փարիզի քաղաքային վարչակազմի երկրորդ դեմքը հայ է։ Ծանոթացեք։ Անուշ Թորանյան, ֆրանսիահայ պետական ու քաղաքական գործիչ, Փարիզի փոխքաղաքապետ։ Անուշ, դե Թորանյանները Ֆրանսիայում հայտնի ընտանիք են, իսկ որտեղից են Ֆրանսիա տեղափոխվել նրանք։ Ինձ դժվար է հայերեն խոսել, անգլերեն խոսում եմ։ Խնդրեմ։ So my spouse name is Thoranyan, but my Թորանյան ամուսնուս ազգանունն է, իսկ ամուսնանալուց առաջ իմ ազգանունը եղել է Ձաքոյան։ Գիտեմ, որ նախնիներից մի կողմը Տիգրանակերտից էր, մյուս կողմը Վանից։ Ցեղասպանությունից փրկված Ձաքոյաններին հաջողվել էր տեղափոխվել Մարսել։ Հայրիկս կրթություն ստացավ արդեն Փարիզ տեղափոխվելուց հետո։ Փարիզում նա ծանոթացել է ազգությամբ ֆրանսուհի մայրիկիս հետ։ Դե գիտեմ, ընտանիքում քաղաքականությամբ զբաղվողներ ձեզնից առաջ ևս եղել են։ I'm the proud wife of Vazgen Thoranyan. Այո, ես հպարտ եմ իմ եւ ամուսնուս ընտանիքների պատմությամբ ու գործունեությամբ։ Ամուսինս Վազգեն Թորանյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի եւ հայտնի լրագրող Վալերի Թորանյանի որդին է։ Արա Թորանյանը միշտ ակտիվ ներկայացրել ու պաշտպանել է հայերի քաղաքական իրավունքները։ Հայրիկս Ռենե Ձաքոյանը նույնպես միշտ ակտիվ մասնակցել է քաղաքական գործընթացներին, հայդատի պաշտպանությանն ուղղված շարժումներին։ Հենց այս առիթով է նաեւ ծանոթացել Թորանյանի հետ։ Եվ ստացվեց այնպես, որ ապագա սկեսրայրիս ավելի շուտ ճանաչեցի, քան ամուսնուս։ Իսկ դուք երբ սկսեցիք զբաղվել քաղաքականությամբ, մանկուց երազել եք քաղաքական պետական գործունեությամբ զբաղվել։ So not really. I didn't. Իրականում ոչ, այնպես չէ, որ մի օր արթնացել եմ եւ որոշել եմ, որ ուզում եմ Փարիզի քաղաքապետարանում աշխատել։ Կարող եմ ասել, որ ինձ վրա ազդեցություն է ունեցել հայերի ցեղասպանության պատմությունը, հայրիկիս եւ Արա Թորանյանի իրականացրած գործունեությունը։ Շատ ոգեշնչված եմ եղել հայերի իրավունքները պաշտպանելու նպատակով իրենց կատարած աշխատանքով։ 13 տարեկանից սկսած ձգտում էի մասնակցել Ֆրանսիայում հայկական քաղաքական ու մշակութային կյանքին։ Մշակութային կյանքին ներգրավվածությունը սկսվեց հայկական ազգային պարից։ 10 տարի շարունակ պարել եմ, իսկ քաղաքական դաշտում ակտիվ պայքարում էի Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման համար։ Հասկացա, որ պարտավոր եմ առաջ տանել այս պահանջը։ Հետո սկսեցի կենտրոնանալ Հայաստանի պաշտպանության հարցի վրա եւ եկա այն եզրակացության, որ որպեսզի կարողանամ իսկապես մի բան փոխել, պետք է ոչ թե պահանջեմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, այլ պետք է ինքս դառնամ այս երկրի քաղաքական գործընթացների մասնակից։ Պետք է դառնամ այն գործիչը, ով կկարողանա կայացնել որոշումներ, որոնք կլինեն հօգուտ Հայաստանի։ Քաղաքական կարիերայիս մեջ ինձ համար միշտ օրինակ է եղել ականավոր պետական գործիչ, սիրված նախարար Պատրիկ Դևեջյանը։ Ուզեցի լինել նրա պես եւ շարունակել նրա գործը։ Բայց քաղաքական կարիերա սկսելուց առաջ ես համայնքային կյանքի մեջ թաթախվեցի։ Իսկ դրանից առաջ ստացա լավ կրթություն։ Ավարտելով Պանտեոս Ասասի համալսարանը Անուշ Թորանյանը դարձավ հանրային իրավունքի ու միջազգային հարաբերությունների մասնագետ, իսկ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացավ նաև պետական կառավարման մագիստրոսի գիտական աստիճան։ Կարիերան նա սկսել էր դիվանագիտության ասպարեզում։ Արտաքին գործերի նախարարությունում 5 տարի աշխատելուց հետո շարունակեց գործունեությունը Ֆրանսիայի ազգային ժողովում ու այլ պետական կառույցներում։ Միաժամանակ ակտիվ մասնակցում էր հայ համայնքի գործունեությանը։ Նա ընտրվել է հայկական երիտասարդական միության վարչության անդամ, եղել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների գործունեությունը համակարգող տնօրենների խորհրդի անդամ։ 2018-ին ստանձնել էր Հայ ընդհանուր բարեգործական միության ողջ ֆրանսիական կառույցի ղեկավարությունը։ 2014 թվականին անդամակցել էր Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությանը, համալրելով Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի թիմը։ 2020 թվականին հաղթել է Փարիզի քաղաքային ընտրություններում, ստանալով քաղխորհրդում 15-րդ շրջանը ներկայացնելու իրավունքը։ Մեկ ամիս անց ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ։ Պետական գործչի կարիերան դուք սկսել եք արտաքին գործերի նախարարությունում, ինչ ձեռքբերումներ ունեցաք դիվանագիտական կարիերայում։
So I studied law. Կարիերայի զարգացման մեջ կարևոր դեր է խաղացել իրավագիտության, հանրային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների բնագավառներում կրթությունս։ Հավատում էի, որ պետք է Ֆրանսիայի կառավարությունում աշխատեմ, որ կարողանամ բարելավել հայերի եւ նաեւ Ֆրանսիայի մյուս քաղաքացիների կյանքը։ Այս մտքերով խանդավառված որոշեցի գործ փնտրել արտաքին գործերի նախարարությունում։ Բաժինը, որտեղ աշխատում էի, աջակցում էր տեղական իշխանություններին այլ երկրների հետ համագործակցության հարցում։ Եվ հետաքրքիրն այն էր, որ այդ բաժնի ղեկավարը նույնպես հայ էր։ Նրա հետ միասին աշխատում էինք զարգացնել Ֆրանսիայի եւ Հայաստանի պետական ու մունիցիպալ մարմինների միջև կապը։ Դա իմ աշխատանքի կարևոր գործառույթներից մեկն էր։ Իսկ ինչու որոշեցիք, որ հանրային քաղաքականությունը ավելի հետաքրքիր է, քան պետական գործունեությունը։ Ինչու որոշեցիք այսպես կուսակցական գործունեության մեջ թաթախվել։ As I said, Երբ պետական կառավարման համակարգում ես, պետք է պարզապես կատարածես ընտրված պաշտոնյաների կամ նախարարների կողմից կայացված որոշումները։ Իսկ ես հավատացած էի, որ կարող եմ ազդեցություն ունենալ հենց որոշումների կայացման վրա, քաղաքականության ձևավորման ու օրենքների մշակման վրա։ Ուզում էի ոչ թե կատարող, այլ որոշումներ կայացնող լինել։ Կարծում եմ, հանրային քաղաքականության մեջ ներգրավվելը կարիերայիս բնական զարգացումն էր։ Պատանի տարիքից լինելով հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ եւ մշակութային ու բարեգործական հասարակական կազմակերպությունների անդամ, ես փորձել եմ աջակցել Հայաստանին, աշխատելով համայնքի ներսում։ Սակայն արդեն եկել էր դա համայնքից դուրս անելու ժամանակը։ Ավելի մեծ փոփոխություններ ու ազդեցություն բերելու համար ինձ պետք էր ստանալ ֆրանսիացիների ճանաչումը։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին առաջին քայլերը արեցի Ֆրանսիայի ազգային ժողովում։ Այդտեղ որոշ ժամանակ աշխատեցի որպես պրակտիկանտ։ Խորհրդարանում աշխատում էի Փարիզի ապագա քաղաքապետ եւ ապագա նախագահի տեխնացու Անի Դալգոյի ամուսնու հետ։ Այդպես ծանոթացա Տիկին Դալգոյի հետ։ Նա ինձ շատ էր ոգեշնչում։ Տեսնում էի, որ նա ուժեղ առաջնորդ է, ով ունի մեծ տեսլականներ ոչ միայն Փարիզի, այլև ամբողջ աշխարհի համար։ Ես ցանկանում էի օգտակար լինել քաղաքապետի ընտրարշավին։ Ժամանակին նա ներկայացնում էր Փարիզի քաղաքային խորհրդում 15-րդ շրջանը, որում ես ծնվել եմ։ Տիկին քաղաքապետը ինձ ասաց, որ կարող եմ իրեն օգնել։ Առաջարկեց, որ դուրս գամ փողոցներ ու շփվելով մարդկանց հետ, թռուցիկներ բաժանելով բացատրեմ սոցիալիստների ծրագրի առավելությունը։ Հենց դրանից էլ սկսեցի։ 2020 թվականին Տիկին Դալգոն ինձ ասաց, որ ինքը այլևս չի առաջադրվելու 15-րդ երկրամասից եւ առաջարկեց, որ ես պայքարեմ քաղաքային խորհրդի падգամավորի այդ տեղի համար։ Նա կարծում էր, որ ես արժանի տեխնացու եմ եւ կարող եմ զբաղեցնել իր տեղը։ Դա շատ պատասխանատու առաջադրանք էր ինձ համար։ Քանի որ ինչպես գիտեք, 15-րդ երկրամասը Փարիզի ամենամեծ եւ ամենաբնակեցված երկրամասն է։ Այն ունի բյուջե, որը որոշ պետությունների բյուջեից մեծ է։ Ես այդ ժամանակ ընդամենը 27 տարեկան էի։ Առաջին անգամ էի մասնակցում ընտրություններին որպես տեխնացու, բայց դա ինձ չկանգնեցրեց։ Ես մասնակցեցի ընտրություններին եւ հաղթեցի։ Անուշ, իսկ ձեր հայ լինելը ինչ որ ձևով ձեզ օգնել է այդ արշավում։ I think that being Armenian is Կարծում եմ հայ լինելը միշտ օգտակար է։ Ողջ ընտրարշավի ընթացքում ես իհարկե վայելում էի հայերի աջակցությունը, բայց 15-րդ երկրամասում հայերը շատ չեն։ Նրանց սակավությունը խնդիր չէր։ Ես սովոր եմ հաղթել հեճուկս, այլ ոչ թե շնորհիվ։ Մեր երկրամասում տարիներ շարունակ գերիշխում էին աջակողմյան ուժերը, բայց դա ինձ չխանգարեց ձախակողմյան լինելով հաղթել քաղաքային խորհրդի ընտրություններում ու դրանից հետո էլ ընտրվել Փարիզի փոխքաղաքապետ։ Հանրային քաղաքականությամբ Անուշ Թորանյանը սկսել էր զբաղվել 2014 թվականին, երբ միացել էր մունիցիպալ ընտրություններում սոցիալիստական կուսակցության ընտրարշավին։ Հաջորդ ընտրություններին Անուշը մասնակցել էր արդեն որպես տեխնացու։ Նա առաջադրվել էր միաժամանակ Փարիզի քաղաքային խորհրդի ու Փարիզի 15-րդ շրջանի խորհրդի падգամավորի տեղերի համար։ Ընտրվելով մեգապոլիսի ներկայացչական մարմնի անդամ, մեր հայրենակցուին ներգրավվեց միաժամանակ մի քանի հանձնաժողովների կազմի մեջ։ 2020 թվականի հունիսի 3-ին քաղաքապետ Ան Իդալգոյի առաջարկով նրա տեխնացությունը առաջադրվեց փոխքաղաքապետի պաշտոնի համար։ Ստանալով խորհրդի անդամների համընդհանուր աջակցությունը 29-ամյա Անուշ Թորանյանը դարձավ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկրորդ պաշտոնյան։ Նա պատմության մեջ առաջին հայն է, ով ընտրվել է Փարիզի քաղաքապետի տեղակալ։ Անուշ, ենթադրում եմ նաև ձեր ջանքերի արդյունքն էր այն, որ քաղաքապետ Ան Իդալգոն այդքան հայամետ դիրքորոշում ցուցաբերեց մեզ համար կարևորագույն հարցերում, այդ թվում նաև Արցախի պատերազմի ժամանակ շատ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց։ Դուք աշխատել եք իր հետ այդ ուղղությամբ։
When I was elected, Երբ նոր էի ծանոթացել տիկին քաղաքապետի հետ, նա դեռ լավ տեղյակ չէր հայերի եւ Հայաստանի խնդիրների մասին։ Ես առաջարկեցի իրեն ծանոթացնել մեր հրաշալի երկրի եւ մշակույթի հետ։ Փորձեցի բացատրել նրան, թե ինչու Փարիզը պետք է շահագրգռված լինի հայերին աջակցելու մեջ։ Իմ փոխքաղաքապետ ընտրվելուց հաշված շաբաթներ անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մտածում էի թողնել ամեն ինչ, գնալ Հայաստան եւ փորձել օգնել Արցախին ինչով կարող եմ, բայց չէի կարող խաբել իմ ընտրողներին։ Ու արդյունքում ես երկու կարևորագույն առաքելություն ստանձնեցի։ Ծառայում էի ընտրողներից եւ միաժամանակ փորձում էի նպաստել նրան, որ Ֆրանսիան ճիշտ դիրքորոշում զբաղեցնի Արցախի դեմ ագրեսիայի հարցում եւ օգնի հայերին։ Քանի որ մեծ հույսեր չէինք կապում Ֆրանսիայի քաղաքական իշխանության հետ, հավատացած էինք, որ Փարիզը այդ իմաստով կարող է մի լուսավոր կետ դառնալ խավարի մեջ։ Ու այդպես էլ եղավ։ Հրադադարից անմիջապես հետո ես որպես Փարիզի փոխքաղաքապետ կարողացա մեկնել Արցախ։ Եղա նաև Տավուշում ու Սյունիքում։ Փորձում էի օգնել ինչով կարող էի, ու բոլոր իմ այդ նախաձեռնություններում տիկին քաղաքապետը ինձ աջակցում էր։ Այն, որ ես իր թիմում էի, կարծում եմ ունեցավ իր դերը։ Ես օգնում էի քաղաքապետին հասկանալ, թե ինչ որոշումներ է պետք կայացնել Հայաստանին աջակցելու համար։ Պատերազմից հետո Անի Դալգոն երկու անգամ Արցախ այցելելու փորձ էր ձեռնարկել։ Նա առաջնորդել էր Ֆրանսիայում հավաքված մարդասիրական օգնությունը տեղափոխող ավտոշարասյունը։ Հասել էր Լաչինի միջանցք, բայց իրեն արգելեցին Արցախ գնալ։ Անի Դալգոն պաշտպանում էր Հայաստանի իրավունքները այնպես, ինչպես չէր անում ֆրանսիացի ոչ մի ուրիշ պետական գործիչ։ Որպես Ֆրանսիայի նախագահի թեկնածու նա նույնպես լսում էր իր ազգությամբ հայ ընտրողների ձայնը ու ձգտում էր այդ ձայնը լսելի դարձնել բոլորին։ Հույս ունեմ, որ ես իսկապես կարողացել եմ որոշակի դեր խաղալ այդ հարցում։ Անուշ, դուք մոլորակի կարևորագույն մեգապոլիսներից մեկի փոխքաղաքապետ եք ընտրվել, որը ինչը շատ պատասխանատու աշխատանք է։ Կոնկրետ ինչով եք զբաղվում այդ պաշտոնում։ So in 2020, after 2020 թվականին քաղաքային խորհրդի падգամավոր ընտրվելուց հետո քաղաքապետը ասաց, որ ցանկանում է առաջադրել իմ տեխնացությունը իր տեղակալի դերի համար։ Նա հարցրեց, թե որ ասպարեզում կուզենամ աշխատել։ Հեշտ չէր կողմնորոշվել։ Մի կողմից միջազգային հարաբերությունների մասնագետ եմ, մյուս կողմից կարևորում եմ մարդու իրավունքների հարցը։ Ու ի վերջո որոշվեց, որ որպես Փարիզի փոխքաղաքապետ պետք է համակարգեմ մեգապոլիսի կառավարմանը քաղաքացիների մասնակցության, հանրային կյանքին նրանց ներգրավվածության հարցերը։ Կարծում եմ այժմ թե Ֆրանսիայում, թե ամբողջ աշխարհում ժողովրդավարական համակարգը վտանգված է, քանի որ մարդիկ շատ թերահավատորեն են վերաբերվում քաղաքականությանը։ Այդ պատճառով կարևոր է ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը որոշում կայացնելու գործընթացին։ Հենց դա է իմ աշխատանքի նպատակը։ Դուք քիչ առաջ հիշատակեցիք Պատրիկ Դևեջյանի մասին, ով իսկապես ականավոր պետական գործիչ էր, ցավոք գործրեցինք իրեն, իսկ ունի հայ համայնքը ապագա Պատրիկ Դևեջյաններ։ Օրինակ ես իդեմս ձեզ էլ կցանկանամ տեսնեմ այդպեսին։ Patrick Devedjian is a really big figure for the Armenian. Պատրիկ Դևեջյանը իսկապես հայ համայնքի համար շատ կարևոր գործիչ էր։ Նրա դերը մեծ էր, ոչ միայն նրանով, որ նա դարձել էր Ֆրանսիայի նախարար, ինչը ինքնին շատ երևելի ձեռքբերում է, բայց նաև ավելի կարևոր էր այն, որ նա ակտիվորեն պաշտպանում էր Հայաստանի ու հայերի իրավունքները։ Պատրիկ Դևեջյանը իսկական հերոս էր Ֆրանսիայի հայ համայնքի համար։ Շատ կուզեմ իրպես կարևոր գործեր անել ու շոշափելի բաներ թողնել ինձնից հետո։ Հուսով եմ Դևեջյանի գործը շարունակողներ դեռ կլինեն մեր հայ համայնքում։ Մեր համայնքը այդքան մեծ չէ, բայց քաղաքականապես ակտիվ է։ Հայերից շատերն են ներգրաված պետական կառավարման մեջ։ Նրանց թվում բազմաթիվ ազդեցիկ քաղաքական գործիչներ, այսինքն Պատրիկ Դևեջյանի գործը շարունակողներ իսկապես ունենք։ Ֆրանսիահայերից շատերն են քաղաքականության ու պետական կառավարման բնագավառում մեծ բարձրունքների հասել։ Մարսելում ծնված Գիոմ Կասպարյանը եղել է Ֆրանսիայի պետական ծառայության նախարար։ Հիմա ներկայացնում է իշխող Վերածնունդ կուսակցությունը երկրի ազգային ժողովում։ 3 անգամ հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Ազգային ժողովի падգամավոր է նաև մեր հայրենակից Անտուան Արմանը։ Մինչ այդ նա զբաղեցրել է Ֆրանսիայի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Կասպարյանի ու Արմանի հետ միասին նույն կառավարության անդամ է եղել Աստրիդ Փանոսյանը։ Վարչապետ Միշել Բարնիեի կաբինետում նա պատասխանատու էր աշխատանքի ու զբաղվածության ոլորտի համար։ Հայկական ծագում ունի նաև ազգային ժողովում Մարսելը ներկայացնող Սեբաստիան Դելոնգուն։ Նա անդիմադիր չնվաճված Ֆրանսիա ձախակողմյան կուսակցության խորհրդի անդամ է, իսկ Էվելին Ռենյու Գարաբեդյանը Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի սենատի անդամ է։ Դիդիե Փարաքյանը Ֆրանսիայում հայտնի է ոչ միայն որպես իր անունը կրող նորաձևության բրենդի հիմնադիր, այլ նաև որպես ազդեցիկ քաղաքական գործիչ։ Նա ընտրվել է խորհրդարանի падգամավոր, եղել է Մարսելի փոխքաղաքապետ։ Մարսելի ներկայիս փոխքաղաքապետը նույնպես հայ է
Յանիկ Օհանեսյանը 2 անգամ է այդ պաշտոնում ընտրվել։ Մարսելը ներառող Բուժ-Ջուրոն նահանգի ղեկավարն է մեր հայրենակցուհի Մարտին Վասալը։ Նա միաժամանակ նաև Էքս-Մարսել Պրովանս մետրոպոլիայի նախագահն է։ Ժորժ Կեպենեկյանը եղել է Ֆրանսիայի 3-րդ քաղաքի Լիոնի քաղաքապետ, իսկ Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգի քաղաքապետը հիմա Ժաննա Բարսեղյանն է։ Պատրիկ Դևեջյանը աչակողմյան պետական գործիչ էր, դուք ձախ կողմն եք ներկայացնում, եւ ներկայումս եւս կառավարությունում, ազգային ժողովում ավելի շատ են աչակողմյան թևը ներկայացնող հայեր, հա, նույն Գիոմը Գասպարյան, այ քաղաքական հակասությունները ձեզ հուսով եմ չեն խանգարում համատեղ հանդես գալ մեզ համար կարևոր հարցերում։ I think that what is good is the defense of Իմ, ինչպես եւ վստահ եմ հայ գործընկերներից համար կարևոր նպատակը Հայաստանի եւ Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունն է։ Եվ կարծում եմ այդ հարցը կուսակցական պատկանելությունից դուրս է։ Այսինքն, երբ Հայաստանը պաշտպանելու մասին է խոսքը, բոլորս մոռանում ենք մեր տարբերությունների մասին։ Այս դեպքում մենք ուղղակի հայեր ենք, ովքեր ուզում են օգնել իրեն ժողովրդին։ Չպետք է երբևէ մոռանանք մեր արմատների եւ արյան մասին։ Կարևոր է հիշել, որ նույնիսկ եթե մենք իրար չասոցացնենք որպես հայեր, մեր համայնքից դուրս գտնվողները միևնույն է բոլորից կճանաչեն որպես հայ, մանավանդ թուրքերն ու ազերիները։ Անուշ շուտով Փարիզում մունիցիպալ ընտրություններ են եւ այդ կապակցությամբ հետաքրքրվում եմ ձեր պլաններով։ My plan is I am still candidate 2026 թվականի մարտին ես մասնակցելու եմ միաժամանակ 2 ընտրությունների։ Պայքարելու եմ Փարիզի քաղաքային խորհրդում վերընտրվելու համար, նաև առաջադրել եմ տեխնացությունս 15-րդ երկրամասի քաղաքապետ դառնալու համար։ Եթե Փարիզում մեր թիմը կրկին հաղթի, գուցե վերընտրվեմ փոխքաղաքապետ, բայց ինձ համար ավելի կարևոր է 15-րդ երկրամասի քաղաքապետ դառնալը։ Ընտրարշավս այժմ ընթացքում է։ Ես ամեն հնարավորը անելու եմ, որ ձախակողմյան ուժերը հաղթեն այս մունիցիպալ ընտրություններում։ Դա պայմանավորված է ոչ միայն իմ կուսակցական պատկանելությամբ, այլև ֆրանսահայերի շահերով։ Բանն այն է, որ սոցիալիստների հաղթանակի դեպքում Փարիզի քաղաքապետ կդառնա հայամետ գործիչ Էմանուել Գրեգուարը, ով Ան Իդալգոյի գործի շարունակողն է լինելու։ Իսկ եթե հաղթեն աչերը, իշխանությունը կանցնի Ռաշիդա Դաթիին, որը հայտնի է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իր կասկածելի կապերով։ Նա ամեն հնարավորը անում է Բաքվի վարչակազմի շահերը սպասարկելու համար։ Հուսով եմ հայերի բարեկամները ընտրությունների արդյունքում կվերահաստատեն իրենց դիրքերը եւ Փարիզի ու Երևանի միջև հարաբերությունները ել ավելի կամրապնդվեն։ Անձամբ ես դրա համար պատրաստ եմ անել ամեն հնարավորը։ Անուշ, ինձ մնում է մաղթել ձեզ հաջողություն գալիք ընտրություններում ու մի բան էլ ասեմ, օրինակ Ստրասբուրգում, որը Եվրոպայի մայրաքաղաքն է, քաղաքապետը մեր հայրենակից Ժաննա Բարսեղյանն է։ Ես հուսով եմ, որ մի օր դուք էլ կլինեք Փարիզի քաղաքապետը։ Շնորհակալ եմ։ Merci շատ։ Անուշ, փոքրիկ նվեր Հայաստանից այս անամոր կոչվող հրաշալի գինին Մանուկյան գինու եւ կոնյակի գործարանը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, այդպես էլ կոչվում է Անամոր աշխարհի հայերը։ Ես հուսով եմ, որ այս գինով դուք կնշեք ձեր հաղթանակը ընտրություններում։ Իսկ Մարլենկա քաղցրավենիքը, որը Չեխիայում արտադրում է մեր հայրենակից, այս գինուն շատ կսազի։ Merci շատ։ Merci շատ։ That's very nice.